Կարծես թե 48 դասագիրք հիմա զանգակից կմտնի շրջանառության մեջ։ Եվ նախկին անցած 2 տարիների ընթացքում մոտորապես այդքան էլ կար, մի 50-ի շուրջ, այսինքն հիմա զանգակյան 100 դասագիրք կլինեն սեպտեմբերի 1-ից դպրոցներում։ Գիտելիքը առանձնացված է, խոսքը վերաբերում է հիմնարար գիտելիքներին, ոչ թե տեղեկատվական գիտելիքներին, առանձնացված է դասագրքերում։ Բառապաշարի հետ կատարվող աշխատանքը անկախ առարկայից առանձնացված է դասագրքերում, որպեսզի աշակերտի մոտ կարողանանք այդ բառապաշարը զարգացնենք, ընդհանրեն մաթեմատիկական պատմություն կամ աշխարհագրություն, որ ինքը կարողանա աշխարհագրության բառապաշարով հաղորդակցվի տարբեր մարդկանց հետ կամ պատմության դեպքում պատմության բառապաշարով, որոնք ներառում են նաև հենց պատմության եզրույթները, եւ եթե այդ եզրույթը դարձնում եմ իմ բառապաշարի անբաժան մաս, նշանակում է նաև ես հասկանում եմ այդ պատմությունը, այդ պատմության գիտելիք, հիմնարար գիտելիքը արդեն դրա կրողն եմ եւ կարող եմ դրանից հետո որևէ տեղեկատվական նյութ, որը վերաբերում է պատմությանը, կարդալ եւ հասկանալ։ Սրանք առանձնացված է եւ նպատակը հենց դա է, առանձնացման նպատակը։ Այնուհետև գալիս ենք հմտությունների ոլորտը, հմտությունների բաժինը, որ մենք փորձում ենք իրեն այստեղ հենց այն որ ասում ենք սովորեցնել, հենց մեր հմտությունների բաժինը ամբողջապես նախատեսված է սովորեցնելու համար։ Եվ մենք հենց մեր դասագրքերը ուղղված են սրա իրականացման վրա, հենց այս հմտությունների ձեռքբերման վրա։ Մենք իրան սովորեցնում ենք, թե դու ոնց դուրս բերես տվյալը։ Մենք իրան սովորեցնում ենք, թե դու ոնց ընտրես, թե ինչ է քեզ պետք այդ խնդիրը լուծելու համար։ Մենք իրեն սովորեցնում ենք այդ տվյալների դուրս բերումը, մենք իրեն սովորեցնում ենք, թե ինչպես դու մշակես տվյալները եւ օգտագործես։ Այսինքն սա հենց նշանակում է սովորել ենք, սովորեցնում։ Հաջորդ մեր բլոկներից ամենակարևոր բլոկներից մեկը նա է, որ աշակերտները այդ բլոկում նախատեսված առաջադրանքները կատարում են համագործակցային թիմային աշխատանքով։ Եթե մենք հիմա դրա շուրջ լուրջ աշխատանք չկատարենք, համագործակցության շուրջ լուրջ աշխատանք չկատարենք դպրոցներում, մենք 10 տարի հետո շատ ավելի վատ վիճակի մեջ ենք լինելու, քան այսօր։ Եվ այստեղ կարևորում եմ նաև գնահատման համակարգը, որ ներառում նաև մեր դասագրքերում, նույնիսկ տարբեր դասագրքերում գնահատման տարբեր մոտեցումներ ենք դնում, որպես նմուշներ, որ եւ ուսուցիչները եւ աշակերտները իմանան, որ մի դեպքում կարելի է գնահատել հենց համագործակցային աշխատանքը, մի դեպքում կարելի է գնահատել գիտելիքը, մյուս դեպքում կարելի է գնահատել կարողությունը, մյուս դեպքում կարելի է հենց գնահատել է, արդյոք ես կարողանում եմ գնահատել, թե չէ, իրենց կարևորությունը ունեն նաև թեմայի ամփոփման իմաստով։ Ինչ գիտեիր այդ թեմայից մինչ այսօր, ինչ էիր կարողանում անել մինչ այսօր, ինչ սովորեցիր այսօր, ինչ սովորեցիր այս դասերի ընթացքում եւ ինչը պակաս մնաց քեզ մոտ, ինչին կուզենայիր կրկին անդրադառնալ եւ քո սովորածը կամ այդ քո հմտությունները որտեղ ես կիրառելու, ինչ նպատակով ես կիրառելու եւ կարողանալու ես կիրառել թե չէ, այս ամբողջը գնահատման բլոկի մեջ համատնում եւ աշակերտները երբ որ սա քննարկման մեջ սկսեն սրան շուրջը խոսել, արդեն իրանք կարող են գնահատել նաեւ իրանց կարողունակությունները, թե ինչքանով են պատրաստ։